Եթե քեզ նեղացնեն, քարն առ տուր գլխին։ Եթե քեզ խփեն, մյուս այտդ էլ մոտեցրու։ Այս եւ նման ծայրահեղ արտահայտություններ մենք լսում ենք որոշ ծնողներից, որոնք իրենց երեխաներին սովորեցնում են ինչպես շփվել հասակակիցների հետ։ Այսպիսի ծայրահեղ մոտեցումներով ներշնչված երեխան հասարակության մեջ դառնում է կամ զոհ, կամ ագրեսոր, այսինքն մասնակից է դառնում բուլինգի։ Բուլինգը հոգեբանական ծաղրը, վիրավորելը, նվաստացնելը, արհամարհելը, բամբասելը, ֆիզիկական բռնությունը, հրելը, հարվածելը, մեկնաբանությունների եւ հաղորդագրությունների միջոցով ծաղրելը, հայհոյելը, նկարներ տարածելը, շանտաժը եւ այլն։ Բուլինգը կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ։ Սիրելի ծնողներ, եթե ուզում եք խուսափեք, որ ձեր երեխան դառնա բուլինգի մասնակից, ապա զգույշ եղեք դաստիարակության եւ ձեր արտահայտությունների մեջ։ Ձևավորեք ձեր երեխայի մոտ առողջ ինքնագնահատական։ Ներշնչեք, որ նա արժանի է սիրո եւ հարգանքի։ Սովորեցրեք բարեկիրթ հաղորդակցման հմտություններ։ Սովորեցրեք երեխային հաղթահարել դժվարությունները, վստահել իրեն եւ շրջապատից հարգանք պահանջել։ Ցույց տվեք, որ նա միայնակ չէ եւ պաշտպանված է ձեր կողմից, մանկավարժի կողմից եւ ցանկացած պահի կարող է դիմել եւ ստանալ համապատասխան օգնություն։